3-ից 4 երեխայի կյանք փրկելու առիթ եմ ունեցել նամակով, երբ մաման պատրաստում էր դիմել հղիության արհեստական ընդհատման։ Մարդիկ լուծում փնտրելու փոխարեն այդ պատմությունները պատմում են քեզ։ Ես ոչ ոքին չեմ ասում փախեք, ամուսնալուծվեք։ Քո եւ Գոռի հարաբերություններում եղել է այդպիսի կետ, որ դու մտածես այդ բաժանության կամ դադարի մասին։ Չէ, չենք ունեցել։ Թեկուզ առաջի տարիներին դժվար է, բան մենք չենք ունեցել դա։ Ունեցել եմ մի ծանոթ, որին շատ ապահով ապրում էր տենց ընտանիքում, բայց շատ վատ, հա, այդ ծեծի մեջ, բռնության մեջ։ Եղավ շրջան, երբ ասեցի, որ արի օգնենք, կաշխատես, մարդը ընտրեց, որ ես չեմ կարող, բայց այդպես դուրս եկար հանրային հեռուստաընկերությունից։ Ինչու՞։ Առանց որևէ սկանդալների, առանց ինչ-որ պատմությունների, շատ անակնկալ մոտեցա ղեկավարից ու ասացի, որ ուզում եմ աշխատանքից դուրս գալ եւ անգամ այդ ինչու հարցին ես էլ չգիտեի ինչ պատասխանել։ Երբ մայրիկների ակումբից նոր էիր տեղափոխվել լրատվական դաշտ, այդ թերահավատությունը կար, չէին ընկալում ինչպես կարելի է մի ժանրից տեղափոխվել մեկ այլ ժանր։ Եզակի հաղորդավարներից եմ Հայաստանում, որը հակառակը պայքարել է, որ իր տեքստերը ինքը գրի եւ խմբագրի։ Դա լրագրողները կհասկանան։ Ով այսօր երեխա է ունենում, դառնում է մամա բլոգեր։ Մեզ արդյոք պետք են այդքան շատ չլիցենզավորված էքսպերտներ։ Ինչու ոչ։ Մեր երեխա ունենալը էգոիզմ է։ Երեխա չունենալն է երևի էգոիզմ։ Մենք տեսնում ենք երբեմն ծնողական այդ մանիպուլյացիաները, այսպիսի մի հայտնի արտահայտությամբ, որ կյանքս քեզ համար գրավ եմ դրել։ Ինձ համար դա անընդունելի է, որովհետև դու երբ ինձ լույս աշխարհես բերել չես հարցրել, չէ։ Այստեղ է այդ էգոիզմի դրսևորումը։ Դու մտավախություն չունես, որ ինքդ կարող ես այդպիսի ծնող լինել։ Երբեք։ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր։